մի գյուղացի իրենց գյուղում խանութ սարքել բան էր ծախում։ Օրվան մի օր մոտիկ գյուղից մահակ նուսին շուն ետևից ներս է մտնում մի զռ չոբան։ Բարի օր քեզ, այ խանութ բան, մեղր չունես, մի քիչ տաս մեզ։ Ունեմ, չոբան ախպեր, ամանդ ուր է, ամանդ բեր։ Ինչ տեղից որ ինքդ կուզես, էս սահաթին քաշեմ տամ քեզ։ Էսպես հանգիստ, էսպես սիրով, մեղրից անուշ լավ խոսքերով, մեղր են քաշում, մին էլ հանկարծ մի կաթ մեղր ծորում է ցած։ Էն կողմից մի ճանճ գալի էս կաթիլին վեր է գալի։ Ճանճի վրա թաքուն էս խանութի տիրոջ կատուն դուրս է ցատկում, թաթով զարկում, բայց հենց կատվի ցատկելու հետ հովվի շունը իսկույն ևեթ հաֆ է անում, վեր է կենում, թեղջ փիսիկին դնում տակին, ձեռած խեղդում ու շպրտում։ Խեղդեց վա իմ կատուն, այս սատկես դու շան որդու շուն։ Բարկանում է խանութ բանը ու ձեռն ընկած մոտիկ բանը դուր թե կտաս շան ճակատին, շուռ է տալիս կատվի կողքին։ Ոյ, ձեզ մատա, հասլան շունս, իմ ապրուստս, տեղս, տունդ կքանդվի այ խանութ բան, անխիղճ, լիրվ, չար, ֆլան ֆստան։ Ոնց թե դու իմ շանը զարկես, դե զարկիլը հիմի դու տես։ Գոռում է մեր աշտահակը, մեծագլուխ իր մահակը հետ է տանում ու ցած բերում, խանութ բանին շեմքում փռում։ Սպանեցին, հայ, օգնություն։ Ու թաղից թաղ, ու տանից տուն ձեն են տալի մեկը մյուսին։ Հայ, օգնություն, սպանեցին։ Վերի թաղից, ներքի թաղից, ճամփի վերից, գործի տեղից, ճիչով, լալով, հարայ տալով, էլ հերնում էր քուրու աղբեր, կին, երեխեք, ընկեր, տղեր, զոքանչ, աներ, քավոր, սաներ, քերի, փեսա։ Ինչ իմանաս, էլով է սա։ Գալիս են ու անվերջ գալիս, ով գալիս է դուր թե տալիս։ Դու կոպիտաչ, դու վայրենի, էս տեսակ էլ բան կլինի։ Դու առևտուր եկար անես, թե իր շեմքում մարդ սպանես։ Մին ասում են, 10 զարկում աղցան անում, մեջտեղ ձգում, իր շան կողքին երկար ու մեկ։ Դե ձեր մեռելն եկեք տարեք։ Ու էստեղից բոթը գնում մոտի գյուղն է հասնում։ Հեյ, օգնեցեք, մեռած հոչեք, սպանեցին մեր գյուղացու։ Ինչպես շնա ճանճի մի բուն, քանդես, թողնես, են ճանճի պես, ամբողջ գյուղով օրդու կապում, բուխ են անում, դուրս են թափում, ամեն մինը առած մի բան, որը ձեռին մի հրացան, որը եղան, ցակատ կամսու, որը թի, որը շամփուր, որը կացնով, որը փետով, որը ձիով, որը ոտով, որն անգտակ, որը բոբիկ, դեպի դուշման գյուղը մոտիկ։ Դու էսպես էլ անիրով գյուղ, ոչ խիղճ ունեն, ոչ երկյուղ, մարդ գնում է առևտուրի, հավաքում են քաշում սրի։ Թու ձեր գեղին միջի մարդին, ձեր նամուսին, ձեր ադաթին, գնանք, զարկենք, ջարդենք, կրակենք, հայ, հույ, առաջ, դե ձեզ տեսնեմ։ Ու դուրս եկան իրարու դեմ, հազարկեցին ու զարկեցին, կոտորեցին, կրակեցին, ինչքան ավել կոտորեցին, այնքան ավել կատաղեցին, ջարդեցին իրար, ջնջեցին իրար, կորան, գնացին գետնին հավասար։ Դու մի ասա, մեկը մեկից էսքան մոտիկ, սահմանակից էս գյուղերը հարկ են տալի ամեն մինը մի արքայի,
Մի տերության թագավորը, երբ լսում է այս բոլորը, արձակում է հրովար տակ, ժողովրդին իր հպատակ։ Հայտնի լինի մեր տերության, զինվոր, բանվոր, ազնվական, ամեն շարքին ու աշխարհքին, որ անօրեն ու դավաճան մեր դրացի ազգը դաժան, երբ մենք քնած էինք սիրով, մեր սահմանը մտան զոռով, ու կոտորեց սուրը ձեռին մեր սիրելի զավակներին, արդ սրահար ու հրակեզ, մեր որդիքը կանչում են մեզ, և մենք ընդդեմ մեր իսկ կամքին պատվեր տվինք մեր բանակին, թնդանոթով մեր ավերող ու աստուծով մեծակարող, հանուն արդար ու սուրբ ողի մտնի հողը մեր ոսոխի։ Մյուսը նույնպես իրեն հերթին գրեց զորքին, ժողովրդին։ Մարդկանց առաջ և Աստծու բողոքում ենք մեր դրացու վարմունքի դեմ և չար ևնենք, որ ոտքելով ամենօրեն, բորբոքում է կռիվ ու վեճ հին հարևան ազգերի մեջ, քանդում սիրո դաշը կապած, արդակամամ ենք ստիպված, հանուն պատվի արդարության, հանուն թափված անմեղարյան, հանուն ազատ մեր աշխարհքի, հանուն Աստծու և իր փառքի, բարձրացնում ենք մեր ձայնն ահա ու մեր սուրը նրա վրա։ Ու սկսեց կռիվն ահեղ, շռինթ, որոտ էստեղ էնտեղ, կրակն ընկավ շեն ու քաղաք, արյուն, ավեր, ճիչ, աղաղակ, ամեն կողմից սարսափ ու բոթ, ամեն կողմից մեռելի հոտ, ամառ, ձմեռ, ողջ տարիներ, մշակն անբան, դաշտերն անցան, ու կռիվը չդադարած, սովը եկավ համատարած։ Սովը եկավ, սովի հետ ցավ, ծաղկած երկիրն ամայացավ, իսկ մնացած մարդիկ իրար հարցնում էին սարսափահար, թե որտեղից արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ։